Даш, вопрос в том, что мы с детства все и ели, и любили киевские котлеты. И у нас в подсознании сидит тот факт, что это вообще армянские киевские котлеты. На самом деле нет. Киевская котлета, она все-таки украинская. Да, украинская, но есть довольно-таки интересная легенда, что ее вообще придумал Наполеон, когда шел через Киев на Москву в 1812 году. Какое отношение Наполеон имеет к Украине, до сих пор мы не знаем, но киевская котлета по праву называется нашей украинской. Բարի օր եւ բարի գալուստ համի ուժի գեղեցիկ ու բացահայտումներով լի աշխարհ։ Հաճախ օտարերկրացիները, ծանոթանալով մեր պատմության հետ, զարմանում են, թե ինչպես է փոքրաթիվ ժողովուրդը այսքան երկար եւ դժվար ճանապարհ անցել, բայց այնուամենայնիվ կարողացել մշտապես պահել իր անունը, կրոնը, դեմքը, մշակույթը։ Աշխարհի երեսից իսպառ ջնջվել են մեծ գերտերություններ եւ ազգություններ, բայց հայերը, որոնք փառահեղ պատմություն ունեն, թեև սահմանափակ ռեսուրսներ, ապրում են եւ արարում, չնայելով մշտական տարատեսակ դժվարություններին։ Պատասխանը թերևս մեկն է։ Մեր հողին ամուր կարճած լինելով հանդերձ, մենք երբեք չենք դադարում աճել եւ զարգանալ, սովորել ու առաջ գնալ, նայել առաջ, փոխվել եւ փոխառել աշխարհից լավագույնը։ Չնայած նոր ժամանակների մարտահրավերներին, մենք փորձում ենք պահպանել հավասարակշռված համակեցությունը, թե ֆիզիկապես, թե մշակույթով եւ թե ավանդույթներով։ Համի ուժի թիմով կրկին հայ-ուկրաինական բարեկամության դաշտում ենք, գաստրոմշակութային համակեցության տրամաբանությամբ։ Նախորդ հաղորդումներից մեկում արդեն ներկայացրել էինք Գուսան Շերամի 146 հասցեում գտնվող Խուտորոկ ռեստորանը, որն ասես իսկական ուկրաինական համի, ուժի եւ գեղեցկության դեսպանատուն լինի։ Նաև խոստացել էինք, որ հաջորդ հաղորդումներում նորից եւ կրկին պատմելու ենք մի քանի կարևոր եւ հետաքրքիր ուտեստի մասին։ Այսպիսով պահում ենք մեր խոստումը եւ մեծագույն հաճույքով սկսում ներկայացնել։ Գուսան Շերամ 146 հասցեում տեղակայված Խուտորոկն ունի առանձին իր թոնրատունը։ Ասում ենք թոնրատուն, որովհետև այստեղ ստեղծվում են շատ համեղ եւ յուրօրինակ հացեր, բայց ցավոք սրտի առանց թոնրի է այս ամենը տեղի ունենում։ Եվ կարծում եմ արժի խոսել պրոֆեսիոնալ հացթուխի հետ, մարդ ով կարողանում է տարբեր հացահատիկներից ստանալ յուրօրինակ հացեր։ Հասմիկ Համբարձումյանը լավ կարևոր գործիգրենքի եք պատրաստում։ Չէ, աղալվենք։ Հասմիկ ջան, խնդրում եմ եկեք էսկո, համի ուժը ընդհանրապես որպես նախագիծ սկսվել է հացի մասին պատմելուց։ Եվ մենք հայերս հացասեր ենք, մենք սիրում ենք հաց կիսել, դա մեր հյուրասիրության են կարևոր առանձնահատկությունն է, եւ ում տուն գնում ես առաջինը հաց է ուզում։ Ճիշտ է։ Եվ այստեղ նկատեցի տարբեր յուրօրինակ հացեր։ Այդ կխնդրեմ պատմեք, որ հացը ինչից է պատրաստված։ Սա գրիչկայով հացն է, շատ համեղ է։ Կարող եմ վերցնել կիսել։ Իհարկե։ Տակ, ջան։ Բա հոտը, այս տակ հացի հոտը ամեն ինչ արժի։ Ինքը իրոք շատ համեղ է։ Եվ նաև մարսողական, ոնց հասկանում եմ, որովհետև տեսնում եք, այն հաց սպիտակ հացի խնդիրը չկա։ Կտավատի սերմա պարունակում։ Նայեք։ Գրիչկայի հացը, այո։ Ինչ լավն է։ Էլի բնական հավելումներ։ Դրոշ չի օգտագործվում, թթխմոր է միայն։ Սա սև սոլոդովի հացն է։ Ո՞րն է սև սոլոդը։ Պատրաստված սա։ Սև սոլոդը ինքը գարու ածիկից պատրաստված հեղուկ է։ Այսինքն այստեղ կա այն ֆոլաթթուն, որի կարիքը մենք անընդհատ ունենում ենք։ Անցնենք մյուս Հա, հացերին։ սիրով։ Սա ոշի հացն է։ Այո։ Պատրաստում ենք այսպես։ Հետո կտրում Հետո ենք։ մշակում ենք, ստանում ենք սա։ Մենք այսօր անպայման պատրաստելու ենք իսկական ուկրաինական բորշ, տեսնում եք ինչպես են Այսպես պատրաստում։ է։ Այսինքն դուք հետո պատրաստում։ կտրում եք, մաքրում եք Միջուկը ներսը։ հանում ենք, մշակում ենք, ձվով էլի մշակում ենք, դնում ենք ջեռոցի մեջ։ Ձվով ենք մշակում, որպեսզի բորշը լցնելիս միանգամից չփափկի։ Դուրս չգա։ Ավելի ամուր լինելու համար։ Բայց ինձ թվում է այսպես էլ է համեղ։ Իհարկե, ինքը շատ համեղ է։ Այսինքն բորշը ուտելուց հետո մենք ներսն էլ կարող ենք ուտել։ Իհարկե, շատ համեղ է։ Ինքը այսպես որպես հաց էլի շատ համեղ է։ Ազգային ավանդույթների նկատմամբ վերաբերմունքով ուկրաինացիները շատ նման են մեզ։ Սեփական դիմագիծը պահելով, սիրով նաև ներառում են աշխարհի փորձը։
Նույն կերպ օրինակ խոհանոցային դաշտում, ուկրաինական առանցքային գաստրոմշակույթում ներմուծված տարրեր կան հունգարական, գերմանական, անգամ թաթարական խոհանոցներից։ Եվ սա բնական է։ Կողք կողքի ապրող երկրներն ու ժողովուրդները չեն կարող միմյանցից չազդվել։ Դե եթե խոսում ենք ուկրաինական խոհանոցից, պետք է փաստենք, որ դրա առաջին եւ ամենաիսկական հոմանիշը ուկրաինական ճկնաղ եւ համեղ բորշտն է։ Այսօր Խուտորոկ ռեստորանի շեֆ խոհարար Դարիա Կալամիեցի հետ պատրաստելու ենք ամենաիսկական, գրագետ եւ հատուկ մտածված ուկրաինական բորշչը։ Հայերս շատ սիրում ենք տաք ճաշեր եւ հետ խորհրդային տարիներից է դա մնացել եւ ընդհանրապես մենք սիրում ենք որպեսզի տաք ցուրտ ձմռանը մանավանդ տաք ճաշ, տաք սուպ, ապուրներ լինեն եւ վաղուց արդեն բորշչը համարվում է մեր հիմնական ուտեստներից մեկը, բայց այդ թե ինչպես է իսկական ուկրաինական բորշչը պատրաստվում, մեզ կօգնի հասկանալ Դաշա։ Դաշ, Для начала нужно наши овощи все подготовить. Правильный борщ – это на самом деле нету такого понятия правильный украинский борщ, потому что в каждом регионе он отличается. Ну, как у нас дома. Вот. К примеру, на Полтаве любят борщ из копченой грушей. Там, где я выросла, очень добавляют меленое сало в борщ, чтобы он был такой сытный, чесночный, да. Сало, в общем, такой он густой очень. На Волыни добавляют туда сушеные грибы. То есть борщ, он отличается, но есть стандартные правила, как нужно вот приготовить борщ. Для начала возьмем картофель и правильно его подготовим. Я делаю из картошки примерно форму квадрата. Այսպիսով, լինենք ուշադիր, պատրաստում ենք դասական ավանդական ուկրաինական բորշ։ Նախ կտրատում ենք կարտոֆիլը քառակուսիներով, հետո կտրատում ենք կաղամբն այն չափով, որ կտորները տեղավորվեն գդալի մեջ։ Կտրատում ենք նաև բազուկը, այնուհետև գազարը։ Առհասարակ բորշի ամբողջ պարունակությունը պետք է կարողանանք տեղավորել մեկ գդալի մեջ։ Հենց այդ տրամաբանությամբ էլ պետք է կտրտել մթերքը։ Դրանց համաչափ կտրատելուց հետո կտրատում ենք նաև սոխը։ Հայաստանը շատ մեծ սիրտ ունի եւ այդ մեծ սիրտը իհարկե առողջանում է տարբեր հետաքրքիր մշակութային անդրադարձներով եւ այն մարդկանցով, որոնք այստեղ ապրում են, ստեղծագործում եւ աշխատում։ Խոհարարական արվեստը իսկապես արվեստ է եւ մենք այսօր անդրադառնում ենք այդ արվեստներից ուկրաինականին։ Ուկրաինական խոհանոցի հետևից եկել ենք Բանգլադեշ, Երևանի Բանգլադեշը եւ գտնվում ենք Խուտարոկում ու պատրաստում ենք իսկական ազգային ավանդական ուկրաինական բորշ։ Мы приготовили все вместе. Теперь, что мы должны сделать, чтобы у нас борщ получился красненький? Чтобы он был не только красненьким, но и вкусным, очень нам нужно замариновать свеклу. То есть нарезанную нашу свеклу помещаем в любую большую емкость, которая вам удобная. Добавляем туда Уксус. Сколько? Сахар и соль. Немножечко. Вот уксуса я бы вам советовала, да, лучше столовой ложкой, где-то их 6. Да-да. Որպեսզի բորշը ունենա վառ գույն եւ համ, բազուկի վրա ավելացնում ենք մի փոքր քացախ եւ շաքարավազ։ Խառնում ենք համեմում եւ թողնում, որպեսզի համերը միախառնվեն։ Ձեթի մեջ առանձին տապակում ենք սոխը եւ գազարը։ Քամիչով քամում ենք սոխն ու գազարը եւ լցնում օշարակի մեջ։ Ավելացնում ենք կարտոֆիլը, այնուհետև կաղամբը։ Առանձին քամիչով քամում ենք նաև բազուկը, որին խառնել էինք քացախ, շաքարավազ եւ աղ ու թողել էինք, որպեսզի մարինացվեր։ Քամելուց հետո այն նույնպես տապակում ենք մի քիչ ձեթով, ավելացնում ենք տոմատի մածուկ, որպեսզի մածուցիկ լինի, մի քիչ ավելացնում ենք օշարակ։ Ինչքան շատ այն տապակենք, այնքան համեղ, քաղցրահամ ու վառ գույն կլինի։ Այս զանգվածը կրկին քամիչով պետք է քամենք, լցնենք արդեն եփվող կացայի մեջ, վերջում ավելացնենք նաև բազուկի մարինացվելու ընթացքում առաջացած հյութը։ Վերջում ավելացնելու ենք առանձին եփված եւ կտրատած մսի կտորները եւ մատուցում ենք բորշը հատուկ հացով, որը պետք է նախապես մշակել ձվով, որպեսզի բորշը լցնելուց հետո միանգամից չփափկի։ Իհարկե այս ամենը ինքնուրույն պատրաստելը գուցե այնքան էլ հեշտ չէ, բայց Խուտորոկում դուք վստահաբար կարող եք համտեսել յուրօրինակ, տիպիկ, բնորոշ եւ շատ համեղ ուկրաինական բորշը հացի մեջ։ Օրինակ ռուսական տարբերակում հաճախ կիրառում են նաև խաշած ձու։ Մենք էլ հայերով դե շատ հաճախ բորշի պատրաստությունը սկսում ենք սոխառածից ուկրաինական տարբերակի նման։ Բորշի որոշ տարբերակներում նաև կիրառում են խոզի ճարպ։ Ուրիշները տարատեսակ կանաչեղեն։ Մի խոսքով տարբերակները շատ են։
Բայց արդյունքը մեկն է։ Միշտ էլ համեղագույն ապուր է ստացվում, որ բաղադրատոմսով էլ որ եփեք։ Ուկրաինական թեման բարեբախտաբար այսքանով չի ավարտվում։ Անցնում ենք աղանդերին։ Այսօրվա մեր համեղ ու թեթև խուտորոկ աղանդերը իսկական ուկրաինական ձեռագիր ունի, ինչը իհարկե չի խանգարի այն հայ-աֆրիկացնելուն եւ հայկական օջախներում եւս պատրաստելուն, մեր հայկական акցենտով։ Начинаем с чего? Главные ингредиенты это яйца, творог и качественное масло. Вот именно молочные продукты очень должны быть качественными. Мы используем с вами творог жирностью 9%, использовать лучше от 9 до 18%. Жирное масло 82,5%. Это считается как раз кулинарное правильное масло, которое взбивается, которое дает вкус, сливочность и текстуру. И яйца. Вот с яйцами нужно сейчас поработать, потому что нужно отделить белок от желтка. И как раз я вам покажу один из способов, как правильно разделять желток от белка, чтобы они не смешались. Выбиваем изначально в миску. И потом руками хватаем. А потом мы вынимаем желток. Есть такая воздушная консистенция, и если остановить, посмотреть на венчик, то есть белки у нас не должны падать. Ой. И вот как раз у нас готова самая фракция, когда мы можем вводить масло. Масло точно так же мы можем ввести полностью все сразу, либо вводить по частям, чтобы его подбивать. Ես ուզում եմ ասել, որ մենք համի ուժով իհարկե շատ ենք սիրում, երբ մեզ հրավիրում են տարբեր տեղեր, բայց մենք ուշադրությամբ ընտրում ենք ուր գնալ եւ ինչ ձեզ ներկայացնել ու ինչ հրամցնել, որովհետեւ մեր ներկայացումից հետո դուք գալու եք ու համտեսելու եք։ Իսկ դրանից հետո մեզ համար առավել քան ինչ որ մի բան այս աշխարհում կարեւոր է մեր անունը եւ մեր անվան որակի այն նշանը, որը մենք պահպանում ենք։ Ես ես վստահեցնում եմ, այնինչ այսօր մենք այստեղ տեսնում ենք ու նկարահանում ենք ու փորձում ենք, որակապես իր մթերքների որակից թարմությունից մինչև բովանդակություն ու պատրաստման կերպ իսկապես բացառիկ է։ Եվ սա հիանալի է, որ հենց Բանգլադեշում է, հա, ու սկսենք այդ տարածումը արդեն, ապա կենտրոնացումը մեր կենտրոնի, որովհետև ինչքան կարելի է այդ ամենը բերել կենտրոն։ Даш, а как мы можем проверить, все-таки он у нас уже готов или нет? Всегда первые будут прихватываться бока. Вот вы всегда смотрите по центру. Если центр вы берете его и он слишком жидкий, то это еще не готовый. Если вы берете и он еле-еле колеблется, значит это сырник уже готовый, его нужно вынимать и остужать. Сырник, как и чизкейк, всегда кушается холодным. Կարծում եմ տեղում համտեսելուց հետո շատերը կփորձեն այն ինտեգրել ընտանեկան խոհանոցներում, այնպես որ սիրով կիսվում ենք բաղադրատոմսով։ Անհրաժեշտ է 10 ձու, 1 կիլոգրամ կաթնաշոր 9-ից 18% յուղայնությամբ, կարակ, 400 գրամ շաքարավազ, 4 ճաշի գդալ սպիտակաձավար։ Առանձնացնում ենք դեղնուցն ու սպիտակուցը։ Շեֆ խոհարարը ներկայացրեց նոր մեթոդ, թե ինչպես ճիշտ առանձնացնել դեղնուցը սպիտակուցից առանց միախառնելու։ Նախ հարում ենք ձվի սպիտակուցը մինչև դառնա բեզեի նման։ Սպիտակուցը դնում ենք սառնարանում եւ զբաղվում մյուս մասով։ Հարում ենք դեղնուցը, ապա սկսում քիչ-քիչ ավելացնել շաքարավազը։ Հետո ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագը, շարունակելով հարել։ Ավելացնում ենք կաթնաշորը, ամբողջ ծավալը միանգամից, որպեսզի չցայտի, եւ կրկին հարում։ Հետո չմոռանանք ավելացնել սպիտակաձավարը։ Այս ամենը մի լավ հարելուց հետո վերջում պետք է ավելացնել սպիտակուցը եւ շատ դանդաղ խառնել ձախից աջ, ներքևից վերը։ Ջեռոցում եփում ենք 160-ից 190 ջերմաստիճանում, մոտ 90 րոպե, ըստ ծավալի եւ խտության։ Սա ամենաիսկական ուկրաինական աղանդեր է, այն շատ հաճախ անվանում են նաեւ լվովյան։ Նման համեղ աղանդերը կարող եք մատուցել եւ ամենօրյա թեյախմության ժամանակ, եւ իհարկե տոնական օրերին։ Կարևորը թեյի ճիշտ տեսակի ընտրությունն է, որը կլրացնի մեր քաղցր սեղանը եւ կապահովի համային ներդաշնակությունը։ Մենք առաջարկում ենք Դիլմահի տեսականին բարձր որակի եւ համի համար։ Այս ընկերությունն աճեցնում է ցեյլոնյան մաքուր թեյ, որն աշխարհում համարվում է լավագույնը։ Այս թեյերը անկախ ժամանակից եւ մրցակից ընկերությունների գործողություններից երբեք չեն կորցնում իրենց որակը, հավատարիմ մնալով Դիլմահ ընկերության սկզբունքին։
Բացի դրանից այս թեյերը մշտապես թարմ են, վստահ եղեք։ Թեյի թարմությունը ի դեպ նույնքան կարևոր է, որքան համը։ Թարմ թեյն ունի ավելի հարուստ համ եւ բույր, ինչպես նաեւ օրգանիզմի համար անհրաժեշտ հակաօքսիդիչներ։ Ոչ թարմ թեյը կարող է խոնավանալ, այդպիսով կորցնել իսկական թեյի համը եւ օգտակար հատկությունները։ Դիլմահ ցեյլոնյան թեյը թարմությունը պահպանելու նպատակով հավաքվում եւ փաթեթավորվում է Շրի Լանկայում։ Դիլմահի ստեղծման հիմքում բացի մաքուր թեյից նաեւ հոգատարությունն է սպառողի նկատմամբ։ Հիմնադիր Մերիլ Ջեյ Ֆերնանդոն թեյերի վաճառքի առաջին իսկ օրվանից կիսել է ընկերության հաջողությունները իր աշխատակիցների, այնուհետև օգնության կարիք ունեցող մարդկանց հետ, ստեղծելով բարեգործական հիմնադրամ։ Ի վերջո, թեյը բույս է օրհնված բնության կողմից յուրահատուկ ձևով։ Յուրաքանչյուր բաժակ թեյը, ելնելով իր ծագումից ու փնջից, տարբերվում է իր տեսքով, համով եւ բույրով, կախված տեղումների քանակից, արևային օրերից եւ անգամ քամուց։ Այնպես որ սիրով մատուցեք եւ ձեր սիրելի մարդկանց հետ վայելեք մեկ բաժակ համեղ թեյը։ Ուկրաինական խոհանոցի համերը գերող են եւ գունեղ, բայց մեր խոհանոցը եւս շատ յուրահատուկ է եւ անսպառ։ Ու քանի որ այսօր խոսում ենք մշակութային համակեցության մասին, իհարկե չենք կարող անտարբեր մնալ մեր ամենաիսկական խոհանոցի, հայկական խոհանոցի նկատմամբ, որի շատ ուտեստներ փոխարել են մեզնից եւ հաջողությամբ պատրաստում են աշխարհով մեկ։ Իսկ մեր խոհանոցի մասին լավագույնս կարող է պատմել իհարկե հայ ընտանիքը։ Ամենասովորական թվացող հայ ընտանիքներում միշտ արտասովոր սեր, հետաքրքրություն, մեկը մյուսի նկատմամբ հարգանք եւ իհարկե մի մեծ հաճելի սեղանի շուրջ հավաքվելու կարողություն կա։ Աշոտ Գևորգյանը մեր հաղորդման տեխնիկական պատասխանատուն է եւ իր աշխատանքի մեջ նրա սրտացավությունը գալիս է ներդաշնակության եւ սիրո մթնոլորտում ապրող ընտանիքից առաջին հերթին։ Տիկին Գոհար, նախ շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալեցիք եւ մանավանդ Պասուց տոլմայով մեր Աշոտը եւ ինչպես շատ աշխատակիցներ հեռուստատեսության միշտ մնում են կադրից դուրս։ Եվ սա խնդիր է, որովհետեւ մենք կադրում ստեղծում ենք մի ամբողջ աշխարհ, բայց այդ ստեղծողները մնում են կադրից դուրս։ Հիմա պիտի հասկանանք, թե ինչ են ուտում հեռուստատեսության տեխնիկական ու ստեղծագործ մասը ապահովող մարդիկ։ Պասուց տոլման ձեր ընտանեկան ավանդական։ Ահա, մեր ավանդական ուտեստն է եւ իմ Աշոտը շատ սիրում է։ Շատ է սիրում։ Նա։ Մայնե, դուք որպես հարս, համավոր, համեստ, սիրուն հարս, դուք սովորել եք Պասուց տոլման այստեղ, թե մինչև այդ գիտեիք։ Մինչև այդ գիտեի, բայց այսպես համեղ չի ստացվում ինձ մոտ ամեն անգամ։ Ոչինչ, հետո կստացվի։ Ինչ լավ որսուկեսուն են, հետո ասում եք այսպես չի, այնպես է։ Չնայած նրան, որը ծագումնաբանության Պասուց տոլման պահքային ուտեստ է, եւ ամեն անգամ անունը հուշում է դրա մասին, Աշոտենց տանն այն հատուկ ժամանակ եւ եղանակ չունի։ Սեղանի մշտական զարդն է, քանի որ թե Աշոտը եւ թե ընտանիքի մյուս անդամները այն շատ են սիրում։ Բացի դրանից, Տիկին Գոհարի անմահական Պասուց տոլման ուղղակի անհնար է չսիրել։ Ինքներդ կհամոզվեք, եթե պատրաստեք նրա բաղադրատոմսով, ուտեք, վայելեք եւ մանավանդ եթե հյուրասիրեք։ Ասեք, ինչ եք անում։ Լոբին, սիսերը, ոսպը առանձին խաշում են։ Չենք թրջում, Տիկին Խաշում Գոհար։ ենք նախորոք, հետո նոր խաշում ենք։ Լավ սոխարած, ընդհանուր ձեթով։ Հա, որովհետև սառն է, չէ՞, Հա, ձեթով սոխարած շատ։ Սոխարած եմ անում ցիտրոն, ռեհան, մեր հայկական, մեր սարերի կանաչիները, համ, պետրուշկա, մի փոքրիկ տոմատ, խառնում եմ ամբողջը իրար հետ եւ փաթաթում եմ Պասուց տոլման։ Այ մարդ, այսպիսի Պասուց պիտի Մի բան ասեմ, ինչ ավոր ինքան գնահատականը բարձրանում է հենց Պասուցը լավ է ստացվում Այն աշխարհի գրքերը, կրթությունները բան, հեչ, այս մի Պասուցով լրիվ ուրիշ բարձունքների ես հասնում Առհասարակ տոլմայի վերաբերյալ միջազգային գաստրոնոմիկ պատերազմները մշտական են։ Դե գիտեք, մեր հարևան ազգերը հաճախ են այս ուտեստն իրենց վերագրում, բայց մենք հո գիտենք, որ այն տոլման, որը պատրաստվում է այստեղ, իսկական հայկական է եւ միակն է իր տեսակի մեջ։ Եվ թեկուզ միայն Տիկին Գոհարի պատրաստած տոլմայի Պասուց տարբերակը դրա վառ ապացույցն է։ Ուրիշ էլ ոչ մի երկրում նման համեղ խճողակով ու յուրօրինակ կերպով չեն կարողանում տոլմա եփել։ Պատրաստելու համար անհրաժեշտ է
բլխուր, լոբի, սիսեր, ոսպ, սոխարած, կորթին, ծիտրոն, ռեհան, թարմ կանաչի, սամիտ եւ համեմ, աղ, սև եւ կարմիր պղպեղ, թթու կաղամ։ Պասուց տոլմայի համի գաղտնիքն ու ուժը ճիշտ համադրության եւ համեմելու մեջ է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայտիկին, ինչպես մենք ասում ենք, ձեռքի համով ստանում է այդ համադրությունը եւ առհասարակ ունի իր գաղտնիքը, իր պասուց տոլմայի թե ավանդական հայկական տոլմայի պատրաստման գործում։ Եվ վստահ եմ, որ յուրաքանչյուրի համար ամենից համեղ տոլման իր մայրիկի պատրաստած տոլման է։ Ես եւս բացառություն չեմ։ Ինչ ենք անում, կտրտում ենք։ Այո, կտրատում ենք, մանր խորանարդաձև։ Ես ճիշտ եմ հասկանում, որ հետո այս երկուսը պիտի խառնվեն իրար։ Այն դուք մասնագիտությամբ։ Ես մասնագիտությամբ պատմության մանկավարժ եմ։ Աշխատել եմ դպրոցում 1 տարի։ Ձեր խոսքից դա զգալի է իդեպ։ Իսկ ինչու հիմա չեք աշխատում, թե աշխատում եք։ Հիմա չեմ աշխատում իմ մասնագիտությամբ։ Միգուցե հետագայում երեխաներ ունենամ, այդ ժամանակ աշխատեմ։ Լցնեմ արդեն թե ոչ։ Ինչքան լցնեմ, ինձ ասեք։ Ամբողջը արդեն կարող եք։ Այս ամբողջը լցնեմ։ Այո, մենք կավելացնենք մրգերից։ Համոզված եմ, շատ կհավանեմ։ Մանե, իսկ եթե մեղր ավելացնենք, համեղ կլինի։ Այո, ցանկության։ Այսինքն մենք այստեղ շաքար չենք յոգուրտի փոխարեն անել մեղր, մածուն, ձեր ասած վեղադրատոմսով, այդպես է շատ համեղ կլինի։ Լցնենք, ինչի մեջ ենք լցնելու։ Այստեղ։ Յա, ինչ գեղեցիկ մատուցում։ Ասում եմ, էլի առավոտվա նախաճաշ է։ Մի ոտ շուտ պատրաստվի, դրվի սառնարանը, որ թարմ լինի։ Եվ պատկերացնում եք հենց այդպես մատուցեց։ Ընտիր։ Մրգային աղցանները լավ են նրանով, որ ցանկացած եղանակի կարելի է պատրաստել, օգտագործելով սեզոնային միրգ հատապտուղը, ստանալով նաև համերի ու գույների բազմազանություն։ Այս անգամ մենք օգտագործել ենք կատնաշոր, յոգուրտ, ընկույզ, խնձոր, բանան։ Երբ դու հայտնվում ես հաճելի միջավայրում, անմիջական որակով մի միջավայրում, համ կորցնում ես քեզ, որովհետև խնդիր չունես շրջանակի մեջ քեզ պահելու, համ շնորհակալությամբ մարդկանց մեծ շնորհակալությամբ քեզ գտնում ես, որովհետև գտնում ես քեզ այդ մարդկանց ջերմության ու սիրո մեջ։ Շնորհակալություն։ Մենք համի ուժով ունենք շատ նոր հետաքրքիր տարբեր պատմություններ ձեզ պատմելու, այնպես որ եղեք ուշադիր, ձեր ուշադրությունը մեզ համար շարժիչ մեծ մի ուժ է, եւ մենք ամեն անգամ կարողանում ենք նոր մի բան բացահայտել նաեւ մեզ համար ձեր շնորհիվ։ Այնպես որ գրեք մեզ, խնդրում եմ, եթե ունեք հետաքրքիր հրավերներ կամ տարբերակներ, կոնցեպտներ, մի եղեք պասիվ, մեզ հետ միասին կերտեք մեր համի ուժը, որովհետեւ դա մի ուժ է, որը միավորում է բոլորիս։ Կհանդիպենք։ Ամփոփելով այսօրվա հանդիպումները փաստում ենք, որ համակեցության ուղիները տարբեր են, ճիշտ է, բայց միշտ բերում են ներդաշնակության, ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ իր ներսում է գտնում այն, երբ կարողանում է սեփական դեմքը պահելով, մշտապես աճել ու զարգանալ եւ օգնել իր կողքիններին։ Երկրները մարդկանց պես եւս ունեն ընկերների, խորհուրդների եւ փոխըմբռնման կարիք։ Առհասարակ աշխարհում պակասել է բարությունը։ Համի ուժը փոխըմբռնման բանաձևի վառ ապացույցն է։ Չէ՞ որ մենք կապում ենք մարդկանց, երկրները, մշակույթն ու խոհանոցը համեմելով սիրով եւ իհարկե ուժով, համի ուժով։ Բարությունը, գեղեցկությունը, մշակույթը եւ այդ ամենը իրար համեմող մարդկային հարաբերությունների համը մշտապես կարող են ստեղծել գեղեցիկ երևույթներ։ Ձեզ հետ կրկին ես էի, Նազենի Հովանիսյանը, կսպասենք անհամբերությամբ մեր հաջորդ հանդիպմանը, սիրով եւ կարոտով։ Առայժմ